անցած շաբաթ վեհափառ Հայրապետի գործով դատական նիստ տեղի ունեցավ, դատավորը ինքնաբացարկ հայտնեց, սպասելի էր ձեզ համար արդյոք ինչպես է գնահատում առհասարակ դատավորի այդ որոշումը։ Ինձ համար ոչ մի բան էլ ես ոչ մի բան էլ սպասելի չէ, ես ոչ մի ակնկալիք չունեմ որևէ դատարանից։ Սա ցավալի իրողություն է, որ մենք արդարադատության դատարանի հանդեպ բացարձակ վստահություն չունենք։ Երկրորդ, գալով բուն խնդրում։ Այդ օրը սևով պիտի գրվի, ուղղակի սևը ուղղակի մեջ առնվի մեր ամբողջ պատմության մեջ։ Հիմա իրենք կարող են ասել, դե նախկինում կաթողիկոս են սպանել, մենք միայն դատում ենք, չէ՞, ինչպես են ասում, նախկինում մարդկանց սպանում են, մենք ինչ ենք անում, մենք ընտանիքներն ենք քայքայում, մարդկանց անվանազրկում ենք, վարկաբեկում ենք, հոգեբանական տերորի ենք ենթարկում, ինչ ասես անվանում ենք, բայց նախկինում սպանում ենք։ Նույնն էլ կարող են ասել, Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին սպանել են, մենք էլ դատում ենք։ Սա է ամբողջը, դրա համար ասում սև օղակի մեջ պիտի առնվի։ Իսկ ինչ մնում է դատավորին կամ գալիք դատավորներին, թող իրենց խղճին մնա դա։ Եթե ինքնաբացարկ էր, ես լսել եմ, որ շատերն ասում են, որ պետք էր գործը կարճել եւ իրոք պետք էր կարճել, որովհետեւ ամենայն հայոց կաթողիկոսը ոչ այլ որևէ տեսակի մեղադրանքով է ներկայացվել դատարան, քան իր գործառույթները կատարելու համար։ Այսինքն կատարել է իր գործառույթները, խորհրդանից մի կին էր խոսող, անուն ազգանուն չեմ էլ հիշում, բայց երևում էր, որ տգետ է։ Այսինքն տգետ լավ իմաստով տգետ էլի, տգետ։ Ուրեմն երևում էր դեմքից էլ բան, խոսակցության ձևից, հուզմունքից էլ, երևում էր, դե որ ուրիշ բան չեն ունում, սկսում են հուզվել, չէ, իբր։ Ուրեմն ասում է, որ աշխատանքային պայմանագիր չեն կնքում, որպեսզի հարկերը թաքցնեն, այդ տգիտության գերազանց ներկայացուցիչ։ Եկեղեցին բոլոր հարկերը վճարում է, ներառյալ նաև եկամտահարկը։ Մենք տարիներով հարկեր ենք վճարել, եկամտահարկը, այդ աշխատավարձից եւ այլն, աշխատանքային պայմանագրերից բխող հարկերը։ Ինչի մասն է խոսքը, որտեղ են թաքցնում դա։ Դրա համար եմ ասում, մի քիչ մարդիկ պետք է ինքնահայեցողություն էլ ունենան։ Հիմա նայում եմ խորհրդարանում, կներեք թեմայից թեմա եմ անցնում։ Հրաման տրված խոսում են ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Շեշտա դրված խոսում են, չէ՞։ Լավ, խոսում եք, խոսեք։ Հիմա ասենք մեր ժողովրդական խոսք է, չէ՞, քարավանը գնում է, շներն էլ հաչում են, չէ՞, ժողովրդական խոսք է այդպեսին։ Իրենց մասին չեմ ասում։ Մենք քարավան չենք, իրենք էլ շուն չենք, բայց այդպես է։ Ուրեմն ինչ է ուզում ասել, որ հրաման տրված խոսում են ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Նայում ես այդ մարդկանց նայում ես, ծագում չունեն, կենսագրություն չունեն, որտեղից են ծնվել, հայտնվել, ով ում որդին է, ով ում զավակն է, ով ում դուստրն է, ով է հայրը, ով է մայրը, ծագում չկա, բան չկա, ոչ մի կենսագրություն չկա, արած գործ չկա, սրանց միակ արած գործն է, որ հազարավոր մարդկանց կյանք են դրել գերեզման, ես այսպես շեշտադրված եմ ասում, հայրենիք են հանձնել եւ շարունակում են հանձնել, եւ շարունակում են ենթարկվել թշնամու թելադրանքների։ Միակ արած գործն է դա։ Եվ սրանք դեռ հավակնում են եւ խոսում են ամենայն հայոց Հայրապետի մասին։ Սա ուղղակի, հա, ներողություն ավարտեմ։ Եվ դա ինչու են անում։ Ուզում եմ ուղիղ ասել, ընտրություններն ավարտվել են, էլ աչքի ընկնելու խնդիր չունեք, ժողովուրդ, այդքան մի կսմսվեք։ Բավարարը, շողոքորթությամբ, ինչպես մեր հայրեն ասում են, շոգգմոգությամբ մի զբաղվեք։ Բավարարը, այդ պատգամավորներին եմ ասում ԿՊ-ական։ Ընտրությունները վերջացել են, բոլորը ձեր բաժին, աթոռներ, մանդատ, ինչ որ կար, փող, բան, ստացել եք բոլորը։ Հա, SMS-ը կա, ճիշտ է, դա չէի անդրադարձել, ներողություն։ Այսինքն բարբերաբար այդ խոսույթը կրկնելը կարող է, որ ենթադրվում է, որ իրենց ասած բարեփոխման օրակարգը եկեղեցու նորից են փորձում։ Հա, բարեփոխվելուց առաջ իրանք մի հատ հայլի պետք է դնեն, այդ սիրուն նայեն, թե
իրենք ինչ պիտի բարեփոխվեն։ Նախ իրենք թող բարեփոխվեն։ Աշխարհը փոխելուց առաջ իրենց թող փոխեն։